Իսկ ինչու պետք է միանայի Լևոն Տեր-Պետրոսյանին մի գործի, որը ամբողջ նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում անվանարկում էր ինձ եւ իմ թիմին, ընդհուպ ինձ անվանելով ազգի դավաճան։ 2008 թվականի նախագահի ընտրությունների թեման օրինաց երկիր կուսակցության համար դեռ փակված չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղդասարյանը ստիպված էր մեկ անգամ եւս պարզաբանումներ տալ։ Ինչը ստիպեց օրինաց երկիր կուսակցությանը ընդդիմադրի կեսվածքով մասնակցել քարոզարշավին, իսկ այնուհետև հայտնվել Սերժ Սարգսյանի կողքին եւ նրանից պաշտոն ստանալ։ Կարող է Արտուր Բաղդասարյանը պաշտոն չուներ։ Պարզվում է 2008 թվականին օրինաց երկիր կուսակցությունը կոալիցիայի մաս է կազմել ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։ Արդյունքում այս քաղաքում, այս երկրում չհոսեց մեծ արյուն։ Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահի ընտրությունների արդյունքների հետ չհամակերպված եւ փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարներից 10-ը գնդակահարվեցին մարտի 1-ին Երևանի կենտրոնում անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արտուր Բաղդասարյանի նշանակվելուց մի քանի օր հետո։ Սակայն այս թեման պարոն Բաղդասարյանը այսօր շրջանցեց։ Օրինաց երկիր կուսակցության նախագահը այսօր մեծ հպարտությամբ տեղեկացրեց, որ մարտի 3-ին տեղի կունենա իրենց համագումարը, որտեղ էլ կներկայացնեն առաջիկա ընտրությունների մարտավարությունը։ Մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, մենք անպագորգոր ուրեմն հայտարարություններ չենք անում։ Առաջիկա ընտրություններին օրինաց երկիր կուսակցությունը կմասնակցի նաև մեծամասնական ընտրակարգով, իսկ համամասնական ցուցակը կգլխավորի հենց Արտուր Բաղդասարյանը։ Եկել է այդ քարերը հավաքելու ժամանակը։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, APF։ Արտուր Բաղդասարյանն այսօր անդրադարձավ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցությանը։ Դրան պետք է վերաբերվել հանդարտ, այսինքն դա տրամաբանական հանգուցալուծում էր իրադարձությունների զարգացման։